Ավելին Ադրբեջանը ոչ միայն հարվածի ուղղություններն էին պլանավորել, այլ պլանավորել էին թե հաջողության դեպքում որտեղ պետք է զորահանդես անցկացնեն, ովքեր պետք է անցնեն, որ միավորումները պետք է մասնակցեն եւ այլն։ Դրանք հետագայում հետախուզական տարբեր տվյալներով հայտնի դարձան եւ Ադրբեջանը այնքան է վստահ եղել իր հաղթանակի եւ իր ծրագրային ապահովման հարցում, որ նույնիսկ հնարավոր բոլոր դետալները այդ թվում Աղդամի տարածքում զորահանդեսի իրականացումը, այսպես կոչված հաղթական, ունեցել է որպես պլանավորված սցենար։ Պաշտպանության բանակը, նրանց միացած կամավորները ամեն ինչ արեցին, որպեսզի Ադրբեջանի գլխավոր նպատակը պատերազմի միջոցով բարձի հանգուցալուծումը տապալել։ Այսօր հանրապետականը նաև եկել է եռաբլուր արգանքի տուրքը մատուցելու մեր բոլորային հայրենիներին, որոնք այդ պատերազմի ընթացքում նաև իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության գործով եւ այս իրավիճակում նաև ուզում եմ արգանքի տուրք մատուցել նաև այն մարդկանց, ովքեր այդ պատերազմում չնահատակվեցին, բայց հետագայում որպես կամավորներ, որպես սպաներ, զինծառայողներ նաև իրենց ծառայությունը բերեցին մեր հայրենիքի պաշտպանության գործում։ Ես ինչ եմ սա ասում, որովհետև բազմաթիվ երիտասարդներ ապրիլյան պատերազմից հետո ընտրեցին նաև զինծառայողի մասնագիտությունը։ Ոմանք, ովքեր մինչև այդ պայմանագրային ծառայողներ չէին, ժամկետային ծառայողներ էին, պայմանագիր կնքեցին, մնացին զինված ուժերում եւ նրանցից ոմանք էլ ցավոք նաև 44-օրյա պատերազմում նաև նահատակվեցին։ Ես ուզում եմ նաև շատ հստակ ասել, թե որն էր Ադրբեջանի ծրագիրը։ Ադրբեջանը նպատակ ուներ ճակատի երկու ուղղություններով մեծ հարված հասնելու, որպեսզի հնարավորություն ունենար կենտրոնական ուղղությամբ վերջնական ճեղքում իրականացնել, բայց հակառակորդի մտահղացումը ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ լիակատար ձախողվեցին։ Ոչ միայն ընդհանուր նրանց մոտեցումներ մեր կողմից դարձել կանխատեսելի, այլ թևերում հայկական զինուժը հնարավորություն չթողեց Ադրբեջանին ինչպես զարգացնել հաջողությունը, այնպես էլ հնարավորություն ստեղծել կենտրոնական ուղղությամբ ճեղքումը իրականացնելու համար։ Սրա ռազմաքաղաքական ասպեկտի հետ կապված եմ ուզում մի քանի դիտարկում իրականացնել։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ սրանից հետո մայիսին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դրանից պատերազմից հետո առաջին հանդիպումը, Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք Սանկտ Պետերբուրգում վերահաստատվեցին դրանից 1-2 ամիս հետո, եւ սա այն ժամանակահատվածն էր, երբ որ այդ պատերազմից 4-5 ամիս անց Ադրբեջանի նախագահը կառավարության նիստում հանրայնացրեց այն հայտնի միտքը, որ փակ դռների ետևում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, որովհետև պատերազմի ելքը եւ Ադրբեջանի անկարողությունը պատերազմի միջոցով հարցը լուծելու, ինչպես նաեւ միջնորդ երկրների եւ միջազգային հանրության ճնշումները, որոնց զուգահեռ հայկական դիվանագիտության նաեւ ճիշտ դիրքավորումներ Ադրբեջանին բերել են եւ որոշակի առումով փակուղի առաջ էին կանգնացրել։ Մեծաթիվ գումարները, որոնք տարիներ շարունակ դրվել էին եւ փորձ էր արվել 2016-ին դա փսակել հաջողությամբ, ըստ էության ամբողջությամբ տապալվել էր եւ նաեւ հնարավորություն էր ստեղծել հայկական կողմի համար դիվանագիտական հաջողությունները զարգացնելու եւ նաեւ միջազգային ընկալում դարձնելու առայն, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ իմ արգանքի տուրքը մատուցել բոլոր այն մեր հայրենակիցներին, որոնք հայրենիքի պաշտպանության գործում իրենց նվիրվածությունը արտահայտեցին ռազմի դաշտում եւ հավերժ փառք մաղթել այն նահատակներին, որոնք իրենց կյանքը տվեցին այդ կարևոր առաքելության գործում։ Ժամանակը նաեւ ցույց տվեց հաջորդիվ դրան պատերազմները, որ երբ որ կա պետություն, երբ որ կա գործող պետական կառավարման համակարգ, զինված ուժերը ունեն ոչ միայն կամք, այլ ունեն նվիրվածություն, պատրաստության անհրաժեշտ մակարդակ իրենց մարտը մղելու, իրենց մարտական խնդիրները լուծելու եւ հայրենիքի առաջ ունեցած պարտքը բաշխած ձևով կատարելու համար, իսկ բոլոր այն պայմաններում, երբ որ զինված ուժերը, բանակը, հայրենիքի պաշտպանները
թիկունքում չեն զգում պետության ներկայություն, ինչպես դա արտահայտվեց 44-օրյա պատերազմին, դրան հաջորդած ագրեսիաների պարագայում, բնականաբար այդտեղ հաջողության հասնելու հնարավորություն պարզապես չկա։ Շնորհակալ եմ։